Բարի գալուստ բուժատետեր։ Աշխարհում ամենահայտնի բոլորի տնային դեղատուփերում առկա եւ ամենաշատ թյուր ըմբռնված դեղամիջոցը վալերիան է։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ սա շտապօգնության միջոց է։ Հենց նյարդայնանում ենք, սիրտը սկսում է արագ խփել կամ վատ լուր ենք լսում, անմիջապես լցնում ենք մի քանի տասնյակ կաթիլ կամ կուլ տալիս 2-3 դեղին հապ։ Սակայն սա ամենամեծ եւ ամենավտանգավոր սխալն է։ Գիտականորեն ապացուցված է, որ վալերիանան չի գործում ակնթարթորեն։ Այն, ինչ դուք զգում եք խմելուց 5 րոպե անց, մաքուր ինքնաներշնչանք է, պլացեբոյի էֆեկտ կամ ալկոհոլի ազդեցություն, եթե դուք խմել եք ոգեթուրմ տարբերակը։ Իրականում վալերիան դեղը լիովին այլ կերպ է աշխատում, եւ այն սխալ օգտագործելով մարդիկ կամ զրոյական արդյունք են ստանում, կամ էլ վնասում են իրենց առողջությունը։ Այս թողարկմանը առանց բարդ գիտական տերմինների եւ մանրամասն կպարզենք, թե ինչու է ձեր խմած վալերիանան անօգուտ եղել, որն է տարբերությունը կանաչ եւ դեղին հաբերի միջեւ, ինչպես ճիշտ ընդունել ոգեթուրմը եւ ինչպես քաղել այս բույսից առավելագույն օգուտը։ Ինչու է մարդկանց 99.9%-ը սխալվում։ Գլխավոր միֆերը։ Որպեսզի հասկանանք ճիշտ կիրառումը, նախ պետք է քանդենք այն կարծրատիպերը, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Միֆ առաջին. Վալերիանան, ժողովրդի լեզվով ասած վալերիանկան, հանգստացնում է 5 րոպեում։ Վալերիանկայի ակտիվ նյութերը՝ վալերենաթթու, բորնեոլ եւ այլն, ունեն չափազանց ցածր կոնցենտրացիա եւ դանդաղ ազդեցություն։ Որպեսզի դրանք սկսեն իրականում փոխել ձեր նյարդային համակարգի տոնուսը, դրանք պետք է կուտակվեն օրգանիզմում։ Վալերիանկայի իրական բուժական ազդեցությունը սկսվում է միայն կանոնավոր ընդունման ուշադրություն 1-ից 2 շաբաթ անց։ Եթե ձեզ մոտ սուր խուճապի նպա է, պանիկական գրոհ կամ կատաղի սթրես, վալերիանկայի 1-2 հապ իրականում ձեզ չի օգնելու։ Միֆ երկրորդ. ինչքան շատ խմեմ, այնքան լավ կքնեմ։ Վալերիանկայի մեծ դոզաները չեն արագացնում ու հեշտացնում քունը։ Ընդհակառակը, այս դեղամիջոցի գերդոզավորումը կարող է առաջացնել հակառակ ազդեցություն՝ նյարդային գրգռվածություն, սրտխառնոց, գլխացավ եւ սրտի ռիթմի խանգարում։ Միֆ երրորդ. այն բնական է, ուրեմն լիովին անվտանգ է։ Սա ամենատարածված պատրանքն է։ Բնական ծագումը դեռ չի նշանակում անվնասություն։ Վալերիանան ունի լուրջ հակացություններ։ Այն ճնշում է կենտրոնական նյարդային համակարգը եւ երկարատև, օրինակ ամիսներ տևող անվերահսկելի օգտագործման դեպքում կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակների, մշտական քնկոտության եւ մարսողության խնդիրների։ Դեղահաբերի գաղտնիքը՝ դեղին թե կանաչ։ Վալերիանայի հաբերը լինում են 2 գույնի՝ դեղին հաբեր եւ կանաչ հաբեր։ Դեղինը ստանդարտ տարբերակն է 20 մգ թեթև կուրսային բուժում։ Կանաչ հաբերը ուժեղացված տարբերակն է 40-ից 200 մգ կամ բույսերի համակցություն է։ Դեղին հաբեր։ Սա խորհրդային ժամանակներից հայտնի դասական տարբերակն է։ Սովորաբար այն պարունակում է 20 մգ կատվախոտի էքստրակտ։ Առանձնահատկությունները։ Այս դեղաչափը չափազանց փոքր է մեկանգամյա ազդեցության համար։ Որպեսզի մեծահասակ մարդը զգա դրա ազդեցությունը, նրան անհրաժեշտ է երկարատև կուրս։ Ինչպես է պետք խմել։ Օրական 3 անգամ 1-ից 2 հապ ուտելուց հետո։ Հաբը պետք է կուլ տալ ամբողջությամբ բավարար քանակով ջրով։ Չի կարելի ծամել, քանի որ պաշտպանիչ դեղին թաղանթը նախատեսված է նրա համար, որ այս դեղը լուծվի հենց ստամոքսաղիքային տրակտի համապատասխան հատվածում։ Վալերիանայի կանաչ հաբերը։ Կանաչ հապով հաճախ մակնշվում են ժամանակակից ֆորտե, այսինքն ուժեղ տարբերակները կամ այն հաբերը, որոնցում վալերիանան համակցված է այլ խոտաբույսերի հետ։ Հենց սա է գաղտնիքը։ Բաղադրությունը։ Կանաչ տարբերակը կարող է պարունակել 40-ից մինչև 200 մգ ակտիվ նյութ եւ բացի վալերիանայից ներառել անանուխ, մելիսա, տատրակ կամ պասիլոֆլորա, այսինքն սա ուղիղ կրկնակի եւ դեռ ավելի անգամներ ավելի խիտ է դեղին հաբերից, բացի այդ իր մեջ ներառում է նաեւ այլ բույսեր։ Առանձնահատկությունը։ Սա ունի ավելի արտահայտված թուլացնող եւ սպազմոլիտիկ ցավազրկող սպազմը հանող ազդեցություն։ Ինչպես է պետք խմել։ Քանի որ սրա դեղաչափը ավելի բարձր է, այս հաբերը սովորաբար ընդունվում են օրական 1-2 անգամ, հաճախ 1 հապ երեկոյան քնելուց 30 րոպե առաջ, այսինքն 1 հապն էլ լիովին բավարար է։ Խիստ կարևոր է կարդալ տվյալ արտադրողի տուփի վրայի հրահանգը, քանի որ կանաչ հաբերի տարբեր ապրանքանիշներ ունեն տարբեր խտություններ։ Վալերիանայի ոգեթուրմը կաթիլները, արագ բայց խաբուսիկ։ Ոգեթուրմը սպիրտովայե նաստոյկա համարվում է վալերիանայի ամենահանրահայտ ձևը։ Երբ մարդը վատ է զգում, առաջինը ձեռքն է ընկնում այս հոտավետ հեղուկով սրվակ։
Ինչու է ոգեթուրմը ավելի արագ ազդում։ Ի տարբերություն հաբերի, որոնք պետք է լուծվեն ստամոքսում, ոգեթուրմի մեջ եղած ալկոհոլը, էթանոլը, ակնթարթորեն ներծծվում է բերանի խոռոչի լորձաթաղանթից և ստամոքսից, լայնացնելով անոթները։ Մարդը զգում է թեթև ջերմություն և թուլացում, բայց սա ալկոհոլի և հոտի արոմաթերապիայի ազդեցությունն է, այլ ոչ թե բուն վալերիանկայի։ Ոգեթուրմի օգտագործման ճիշտ կանոնները։ Մեծահասակների համար ստանդարտ դեղաչափը 20-ից 30 կաթիլ է օրական 2-3 անգամ։ Չի կարելի սրվակից աչքաչափով կամ գդալով վերցնել։ Նոսրացում։ Կաթիլները երբեք չի կարելի խմել մաքուր վիճակում։ Այն պետք է լուծել քառորդ բաժակ մոտ 50 մլ գոլ ջրի մեջ։ Ցանկալի է խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։ Ոգեթուրմի վտանգները։ Քանի որ այն պատրաստված է 70% սպիրտի հիմքով, երկարատև և մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական կախվածություն սպիրտից։ Ոգեթուրմ ընդունելուց հետո կտրականապես արգելվում է նստել մեքենայի ղեկին, քանի որ նույնիսկ մի քանի կաթիլը կարող է ցույց տալ ալկոհոլի առկայություն շնչառական թեստի ժամանակ և դանդաղեցնել ձեր ռեակցիան վտանգի պահին։ Գործողությունների ճիշտ մեխանիզմ։ Ինչպես իրականում խմել վալերիանկան, որ այն օգնի։ Եթե ցանկանում եք, որ վալերիանկան իրականում բուժի ձեր նյարդերը և կարգավորի քունը, հետևեք այս պարզ, բայց գիտականորեն հիմնավորված ալգորիթմին։ Առաջին գնահատեք ձեր վիճակը։ Վալերիանկան ցուցված է հետևյալ դեպքերում. քրոնիկ երկարաթև ստրես, օրինակ, քննաշրջան, ծանր աշխատանքային շրջան, քնի մշտական խանգարումներ, սրտի արագ խփոցի թեթև դրսևորումներ կապված հուզմունքի հետ, աղիքային սպազմներ, որոնք առաջանում են նյարդայնությունից։ Ընտրեք ձևաչափը։ Եթե դուք աշխատում եք, վարում եք մեքենա կամ չեք սիրում սպիրտի հոտը, ընտրեք դեղին կամ կանաչ հաբերը։ Եթե տանն եք և ձեզ անհրաժեշտ է արագ հանգստանալու ծիսակարգ, ապա ընտրեք ոգեթուրմը։ Պահպանեք կուրսը։ Վալերիանան խմում են կուրսով 2-ից 4 շաբաթ, ոչ ավել։ 4 շաբաթից հետո օրգանիզմը սովորում է դեղին և ազդեցությունը կորչում է կամ սկսվում է տոքսիկ ազդեցություն լյարդի և նյարդերի վրա։ Եթե 14 օր կանոնավոր խմելուց հետո ոչ մի փոփոխություն չեք զգում, ապա դադարեցրեք այն։ Ձեզ անհրաժեշտ է այլ դեղամիջոց, որը պետք է նշանակի ձեր բժիշկը։ Ճիշտ դադարեցում։ Վալերիանկայից կտրուկ հրաժարվելը, հատկապես եթե դուք բարձր դոզաներ եք խմում, կարող է առաջացնել չեղարկման, հանման համախտանիշ, տագնապի վերադարձ։ Կուրսի ավարտին աստիճանաբար նվազեցրեք դոզան 2-3 օրվա ընթացքում։ Ինչպես է դրսևորվում գերդոզավորումը։ Մարդիկ հաճախ մտածում են՝ դե խոտ է, ինչքան ուզեմ կխմեմ։ Սա կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։ Եթե դուք չարաշահել եք վալերիանկան, ձեզ մոտ կհայտնվեն հետևյալ ախտանիշները. ծայրահեղ թուլություն կամ դատարկության զգացում գլխում, անտարբերություն ապաթիա շրջապատի նկատմամբ, ձեռքերի դող, տրեմոր, բիբերի լայնացում, մարսողության խանգարում, սրտխառնոց կամ այրոց ստամոքսում։ Ինչ անել։ Դադարեցրեք դեղի ընդունումը, խմեք մեծ քանակությամբ մաքուր ջուր, կարող եք ընդունել նաև ակտիվացված ածուխ։ Այն դուրս կբերի վալերիանկայի մնացորդները ձեր օրգանիզմից։ Այժմ հակացուցումների մասին։ Ում է կտրականապես արգելվում վալերիանկան։ Չնայած իր հասանելիությանը, կան մարդկանց խմբեր, որոնց համար այս բույսի դեղահաբը կարող է վտանգավոր լինել։ Առաջին՝ դեպրեսիա ունեցողներին։ Այո, վալերիանկան ճնշում է նյարդային համակարգը։ Եթե մարդը ունի կլինիկական դեպրեսիա, այս դեղամիջոցը միայն կխորացնի անտարբերությունն ու տխրությունը։ Հեղիներին առաջին եռամսյակում։ Պտղի նյարդային համակարգի ձևավորման շրջանում ցանկացած սեդատիվ հանգստացնող միջոց կարող է բացասաբար անդրադառնալ նրա վրա։ Մինչև 3 տարեկան երեխաներին։ Երեխաների նյարդային համակարգը դեռ անկայուն է և վալերիանկան կարող է առաջացնել լիովին հակառակ ազդեցություն՝ գերգրգռվածություն և հիստերիա։ Հաջորդը այլ քնաբերներ և տրանկվիլիզատորներ ընդունողներին։ Վալերիանկան բազմապատկում է ուժեղ դեղերի ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել շնչառության կամ սրտի աշխատանքի վտանգավոր դանդաղեցման։ Որպեսզի միշտ վստահ լինեք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, պահպանեք այս պարզ կանոնները։ Մի սպասեք ակնթարթային հրաշքի։ Դեղին հաբերը։ Խմեք օրական 3 անգամ կուրսով, կանաչները ըստ հրահանգի, հաճախ քնելուց առաջ։ Ոգեթուրմը։ Միշտ կաթեցրեք ջրի մեջ, նոսրացրեք և երբեք մի խմեք ղեկին նստելուց առաջ և եթե մտավոր աշխատանք եք անում։ Եվ մի գերազանցեք 1 ամիսը։ Տվեք ձեր օրգանիզմին հանգստանալու հնարավորություն։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք՝ խմում եք վալերիանկա թե ոչ, որ տարբերակն եք օգտագործում։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ և բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։